Պատրաստվի Արսեն Մարգարյան։ Շնորհակալություն մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, ես քանի որ գրեթե ամեն ինչ ասվել է, կփորձեմ լինել մաքսիմալ հակիրճ։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք խնդիրը, որը պարզից էլ պարզ է։ Խնդիրը մեկն է, եթե մենք ուզում ենք ունենալ ապագա, եթե մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը, իր հայրենիքում ապրող հայ ժողովուրդը ունենա ազգային, քաղաքական, պետական ապագա, պետք է օր առաջ ձերբազատվել այսօրվա իշխանությունից։ Պատմությանը հայտնի են ձերբազատվելու երկու տարբերակներ, այսօր այս ամբիոնից այդ մասին խոսվեց։ Նեպալ, Ֆրանսիա, չգիտեմ, Բաստիլ, Նիքսոն եւ այլն, մենք այստեղ հավաքվածներս գիտենք, որ Հայաստանի շեշտում եմ երրորդ հանրապետության սահմանադրությունն ու օրենքները լրիվ հնարավորությունն ապահովում են, որպեսզի այս դրված խնդիրը էֆեկտիվ արդյունավետ լուծվի եւ շատ կարճ ժամանակահատվածում։ Խոսքը, ինչպես նշեց իմ գործընկեր Միրան Հակոբյան, կառավարության անվստահություն հայտնելու մասին է, ինչն էլ իր հերթին նշանակում է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտ։ Որովհետև մեր իրականությունն այնպիսին է, որ իշխող ուժի այսօրվա կառավարության միջից, երբ որ հանում ես Նիկոլ Փաշինյան ֆակտորը, տակը մնում է WhatsApp-ի կոնտակտ լիստը։ Այսինքն խնդիրները պետք է ճիշտ ձևակերպել։ Հիմա այդ խնդիրը լուծելու համար ինչ պետք է անել։ Ես ելույթ չէի ունենա, եթե անհրաժեշտ չհամարեի արձագանքել 1-2 դիտարկումների։ Այստեղ հնչեց, որ պետք է ժողովրդին հիմնավորել։ Ես վստահ եմ, որ ժողովրդին ոչ մի բան հիմնավորելու կարիք չկա, ժողովուրդը ամեն ինչ փայլուն գիտի։ Իր վարքագծով ցույց է տալիս եւ իմ ամենօրյա շփումներն էլ ցույց են տալիս, որ ժողովուրդը ամեն ինչ փայլուն գիտի։ Նաեւ ասվեց, չեմ հիշում, կարծեմ Տիկին Զոհրաբյանն էր, որ հասարակությունը չի ուզում պատասխանատվություն վերցնել։ Հասարակությունը իր ամբողջության մեջ պատասխանատվություն չի վերցնում։ Պատասխանատվություն վերցնում են քաղաքացիները, ինձնից եւ ձեզանից սկսած։ Եվ այդ պատասխանատվությունը դրսևորվում է երկու տարբերակով։ Մեկ ոտքերով կամ արտագաղթի կամ միտինգի գնալու կամ աշխատանքի գնալու, մեկ էլ քվեով։ Եվ այդ քվեով ազդելով նաեւ իր կողմից ընտրված պաշտոնական լիազորություններ ունեցող պաշտոնյայի վրա։ Հետևաբար անելիքը մեկն է, այն անձինք, ովքեր իսկապես կարող են սահմանադրական, պետաիրավական ընթացակարգերի շրջանակներում օգտակար լինել այս գործընթացին, իսկապես պետք է պատասխանատվություն վերցնեն եւ այս գործը հասնեն տրամաբանական ավարտին։ Պարոն նախագահող, այստեղ հենց առաջին ակտով տեղի ունեցավ մի բան, որ բոլորիս անակնկալի բերեց, պարոն Իշխան Սաղաթելյանը ձեզ փոխանցեց արդենից ստորագրված ցուցակ, մեջբերելով իրան, որտեղ ես ցուցակը չեմ տեսել, քանի որ ես կողմ եմ, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի տառին եւ օգուն համապատասխան եւ որևէ խնդիր չլինի օրենքի շեղման պատճառով վիժեցնելու այս process-ը, խնդրում եմ ուշադիր լինեք, որովհետեւ պարոն Սաղաթելյանն ասեց 3 ամսվա վաղեմության ստորագրություններ են, այնտեղ առնվազն 2 խնդիր կա։ Մեկը Արեգնազը Մանուկյան, որ այլևս պատգամավոր չի, եւ մյուսը մեր քաղբանտարկյալ գործընկեր Արթուրը Սարգսյան։ Հանկարծ օրվա իշխանությունները, որ ամեն ինչ օգտագործում են, Ներողություն եմ խնդրում, բայց պարոն Սաղաթելյանը դա ասել էր փոխանցելու պահին, միան հանգստացեք բողոքից։ Հանրությանն էլ տեղյակ պահեք։ Եվ ամենակարևորը անելիքը հետեւյալն է այսուհետ աշխատել իսկապես անկախ պատգամավորների եւ նաեւ իշխող խմբակցության անդամների հետ եւ իշխող խմբակցության անդամներին բացատրել, որ ժամանակն է դուրս գալ այդ WhatsApp-ի կոնտակտ լիստից, գոնե մի անգամ դրսևորել քաղաքական պատասխանատվություն եւ եթե իսկապես մեղադրանքները հիմնավոր են, իսկ իմ խորին համոզամբ հիմնավոր են, մարդկանց բացատրել, որ իրենք իրենց անգործությամբ դառնալու են այդ ամեն ինչի պատասխանատուն։ Եթե այս բանը եւ այստեղ չմիանան այս գործընթացին։ Շնորհակալություն, մաղթում եմ հաջող ընթացք։ Շատ շնորհակալություն, պարոն Մինասյան, համեցեք Արսեն Մարգարյան, պատրաստվի